Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է տաղավարում, ես եմ Գևորգ Ղազարյանը, ով այսօր տաղավար եկել է տենց ցավերով, ու ցավերը շատ հստակ պատճառ ունենք։ Ոչ միայն այդ ցավերի, այլ նաև ինչի հետ է այդ ամեն ինչը կապված, խոսելու ենք իմ հյուրի հետ, ով իմ հետ կիսել է այդ ցավերի պատճառը։ Այդ ցավերի պատճառը է երեկվա ու 3-4 օրվա, հանգստյան օրերը, տենց Երևանը վազքով էր շնչում, Երևանի մարաթոնն է։ Երկուսս մասնակցել են 21 կիլոմետր մրցատարածությունում վազքին, ասել է թե կիսամարաթոնին։ Տաղավարում Լիաննա Արությունյանն է։ Ես կարող եմ քեզ ներկայացնել, թե դու ով ես, կարող ես ներկայացնել ինքդ քեզ դու, քանի որ կյանքի ինչ-որ մի հատ շրջափուլում որոշել ես զբաղվել վազքով։ Ինձ թվում է ավելի լավ է հենց դու քեզ ներկայացնես։ Շնորհակալություն Գևորգ ջան, հրավերի համար նախ։ Ինձ ներկայացնելիս առաջինը միշտ նշում եմ, որ ես դաշնակահարուհի եմ, դա իմ մասնագիտությունն է ու Այ կուզենայիք տիտրում գրեինք Լիաննա Արությունյան դաշնակահարուհի, թե Լիաննա Արությունյան, օրինակ վազորդ, ատլետ։ Դաշնակահարուհի, հետո ատլետ։ Okay։ Երկուսն իրար հետ։ Իսկ կարա կյանքում մի հատ փուլ լինի, որ այնի հաղթի նրան։ Այդ հարցը երբեմն ես ինքս ինձ տալիս եմ, բայց համոզվել եմ քանիցս, որ իրանց համակցությունն է արդյունք տալիս, այսինքն եթե ես ինչ-որ մի շրջան ավելի քիչ եմ գործիքիս հետ շփվում, իմ վազքն էլ է դժում դրանից։ Երևի դա հոգեվիճակ է ստեղծում, որ վազքի մեջ էլ մոտիվացվում եմ, ուրախ եմ, հանգիստ եմ, բայց երբ որ գործիքիս հետ քիչ եմ շփվում, ինչ-որ մեղքի զգացում կա, ինչ-որ մի բան պակաս է կյանքում։ Ինչ-որ մի փուլում իդեալականը լինելու է դաշնակահարուհի գիծ մարաթոնյան վազորդ։ Այո։ Դա ես հասկացել եմ, որ անկակտել են իրարից, ճիշտ է վազքը շատ ավելի ուշ մտավ իմ կյանք, բայց այնպես հիմնավոր ու մեծ քայլերով մտավ Ինչ գժական առաջարկ եմ անում, եթերի ընթացքում հնչեցնում եմ մեր ստեղծագործական խմբին, ասում եմ, որ տիտրերում ժողովուրդ գրելու ենք դաշնակահար գիծ մարաթոնյան վազորդ։ Կյանքումդ առաջին անգամ թող այդ տարբերակով լինի։ Այո։ Եթերում տենց կգնա։ Շատ լավ։ Դու երեք այն նույն մրցատարածությունում, որտեղ որ ես էլ էի վազում, կանանց պայքարում գրավել ես երկրորդ տեղը։ Այո։ Մեր մեդալները տարբերվում են, թե չէ։ Կարծում եմ ոչ։ Չէ, չեն տարբերվում։ Չեն տարբերվում, այո։ Հավասար է։ Որ փուլում կյանքի ու ինչպես դասավորվեց, որ դու սկսեցիր զբաղվել վազքով։ Որը կանանց համար Հայաստանում ինչ-որ ոչ ավանդական բան զբաղվելու տեսանկյունից։ Անկեղծ ասած, երբ որ սկսեցի վազքի հետ ծանոթանալ, ես այդ ժամանակ ապրում էի Լիբանանում։ Ահա։ Հայաստանում չէի, կարող է Հայաստանում չլիներ այդ աղիթը։ Բայց Լիբանանում հենց COVID-ի շրջանում ես այնտեղ կոնսերվատորիայում պրոֆեսոր էի, դասավանդում էի։ Բնականաբար դասերը դարձան on-line, կյանքը տխուր դարձավ, մի խոսքով առիթ եղավ վազորդների հետ ծանոթանալու ու այդ միտքը այդտեղ էլ հենց տնից դուրս գալու առիթ էր։ Տնից դուրս գալու, ես հաճախ քայլում էի, բայց վազք երբեք մտքովս չէր անցել, ուղղակի այդ ծանոթությունը հանգեցրեց նրան, որ մարդիկ զբաղվում են վազքով, ինչի՞ չէ, փորձեմ, ես էլ փորձեմ։ Ու հենց առաջին փորձից այնքան տպավորված էի, այնքան ինձ զգում էի ձուկը ջրում, շատ ամեն դեպքում ինչ-որ թաքնված պոտենցիալ կար, որ թաքնված պոտենցիալ, հենց դրա մասին էի ուզում խոսել։ Ստացվում է, որ դու բնատուր հակում ես ունեցել վազքի, այն դեպքում, որ քո կյանքում ընդհանրապես դա չի եղել։ Դու պատկերացնում ես ինչքան մարդկանց կյանքում կարար այն արդյունքը, որ դու ես գրանցում, դրանից ավելի լավ արդյունք գրանցեն, բայց իրանք ընդհանրապես Չեն առիթ չի եղել, չեն բացահայտել։ Իրանք չեն էլ պատկերացնում, որ մի բան է, որով կարելի է զբաղվել, իրենց օրը լցնել, հետաքրքրություն ավելացնել ու հաղթել առհասարակ։ Այո, ես միշտ իմ օրինակը բերելով փորձում եմ հիմա հատկապես փորձում եմ ողջևորել հայ կանանց, որովհետև գիտեք, տղամարդիկ ինչ որ կերպ կարող են պատկերացնել իրենց սպորտային տեսակ բնակավարում, բայց Հայաստանում բնակվող հայ կանայք, որոնք հնուց տենց ընտանիք, երեխեք, ինչի է Ընդունում ես, չէ՞ հասկանում ես, որ ամեն աղջիկ հաշվի առնելով այդ սեգմենտում մրցակցության
նվազ լինելը, հա, դա նույնը չի, ինչ տղամարդկանց, որովհետև տղամարդկանց միջև շատ ավելի շատ անգամ Հայաստանում, որտեղ որ էլի քիչ են անգամ։ Դու կարող ես գալ, մի փոքր պարապել ու պարզվել, որ դու բավական մրցունակ աղջիկ ես։ Հետո ճիշտ է, կանայք չեն մրցի տղամարդկանց հետ իրենց կարողություններով, բայց կանանց դիմացկունությունն է ավելի։ Տասնյակ հարյուրավոր տղամարդկանց հաղթել ես մեկ գիտական նորեն արդեն ապացուցում է, որ շատ ուլտրամարաթոնային տարածություններում կանայք արդեն հավասարվում են ու կարող են անգամ անցնել, այո։ Ուլտրաների մեջ արդեն ինչքան դիստանցիան մեծանում է, երկարում, այնքան կանայք ավելի պաշտոնապես օֆիցիալ, սա ինչ որ մի հորինոյի պատմություն չի։ Հա, ես էլ եմ դրա մասին կարդացել եմ բազմիցս, ավելի դիմացկուն են։ Այո։ Ավելի համբերատար դիմացկուն են տղամարդիկ, կարճ արագություն, կարճ դիստանցիա, այդ բռնկուն, հա, այդ։ Դու չնայած մարդկանց ինձ թվում է դժվար է հիմա բացատրել, որ 21 ու 42 կիլոմետրերը դրանք կարճ դիստանցիա են, անգամ շատ կարճ տարածություններ են որոշ մարդկանց համար, բայց ամեն դեպքում այո, կա տենց բան, որ կանայք որքան տարածությունը մեծանում է, այնքան ավելի հավասարվում են ու անցնում են տղամարդկանց։ Այո, դա գիտական տվյալներ են։ Հիմա բացատրենք դու փորձի բացատրի այն հատվածին աուդիտորիայի, որոնք որ կին են ու աղջիկներ են, ինչու պետքա զբաղվել ու սիրել սպորտն ու վազքը հատկապես առասարակ։ Ու ջիմերից դուրս գան։ Մեկ-մեկ էլ։ Ջիմերը պետք են։ Ջիմերը պետք են, բայց ոչ թե ինքնանպատակ։ Հա, ինքնանպատակ չի։ Շատերի համար դարձել է ինքնանպատակ, տեղ որտեղ որ կարելի է ֆոտոսեսիաներ անել։ Հա, համաձայն եմ։ Իսկ մեր պարագայում ջիմը, ուժային մարզումները պետք են նրա համար, որ ապահովեն այն ֆիզիկական պատրաստվածությունը, որը օգնում է վազքին։ Միանշանակ։ Որովհետև մկանային զանգված է պետք, ամուր ջլային համակարգ, այդ մկանային կորսետը պետք է ունենաս, որ պաշտպանես քո ջլերը, այնտեղ ինչ է ոսկրերը եւ այլն, որպեսզի վազքը ամեն դեպքում ինքը տրավմատիկ սպորտաձև է, ընդգրկում է ողջ օրգանիզմը։ Դրա համար ցանկալի է ուժեղ լինել։ Վերահաստատում եմ, այո, ջիմը հարկավոր է։ Իդեպ ես այն մարդկանց շարքին։ Որպես գործիք վազքը քո հոբից ավելի երկար հաճույք ստանաս։ Առասարակ բոլոր մարզաձևերով, եթե զբաղվում ես սպորտով, դու ջիմ մտնելու ես, սկսած ֆուտբոլից, վերջացրած ֆիզիկական հատվածն է։ Ֆիզիկականն է, որն ապահովում է մյուս սպորտաձևից անվնաս առանց վնասվածքների, հա, ընթացքը, որ ավելի երկար վայելես։ Երեք երբ խոսում էինք, ես խնդրեցի քեզ բերել մեդալներ, որոնք որ առանձնահատուկ կարևորություն ունեն քեզ համար։ Այո։ Դու ասիր, որ դրանք շատ են, մենք ինչ որ ընդհանուր միջինի եկանք, ամենակարևորներն ես բերել, բացատրի դրանք ինչ մեդալներն են, ես գիտեմ, ու ասա թե ինչ ավելի մեծ հաջողության են նպաստել, որ դու հասնես։ Այո, իրոք ես շատ սիրելի մրցումներից մեդալներ ունեմ, բայց այսօր ընտրել եմ գլխավոր, կարելի է ասել, ինչ-որ բեկումնային, հա, մեդալները, դրանք իմ մարաթոնի մեդալներն եմ բերել, եւս երկուսը դեռ ունեմ տանը, Լառնական եւ Բեյրութը, բայց ես այս պահին ինձ հետ ունեմ Բերլինի անցյալ տարվա ուրեմն մեդալը 50-ամյակներ Բերլինի մարաթոնի ու շատ ասեմ որ ամբողջ աշխարհում ամենասիրված ու ամենատարածված մարաթոններից մեկն է, այո, ինքը այդ մեծ 7 մարաթոն ունենք, հա, իրանցից մեկն է ու շատ արագ վազքուղի ունի, Հայաստանինը շատ բարդ է իդեպ, Հայաստանի ամենաբարդերից 900 մետրի շատ 900 չէ 360 ինձ մոտ գրեց 900-ի ինձ թվում է վերևներքևներ անելն հարց կա, բայց հստակ 360-70 մետր բարձրություն ենք հավաքում վազքի ժամանակ, Բերլինում 50 քանի ամբողջ 42-ի մեջ Ինչով է մյուսը որ պետք է ցույց տամ նախ սկսենք երևի Աբու Դաբիի մարաթոնի որը շատ sense փոխեց ամբողջ ընթացքը իմ վազքի մարաթոնի մեդալն է եւ Բերլինն ու Փարիզը այս տարի արդեն ուրեմն այս 3 Փարիզին իդեպ շատ գեղեցիկ է իսկ եթե նկատեք Աբու Դաբիում առաջի տեղի մեդալ է օհո Այո, ես 2 մեդալ ունեմ Աբու Դաբիից, մեկը ընդհանուր որպես ավարտող ֆինիշեր, հա, մյուսը առաջի տեղի։ Այնպես ստացվեց, որ այստեղ նաև լավագույն արդյունքը դες գրանցել, թե։
Հիմա լավագույնս Բերլինինն է, բայց այն ժամանակ լավագույնը ինձ թվում է եթերում շատերին կետաքրքրի 42 կիլոմետրը հաղթարել Աբու Դաբիում հաղթարել եմ 3 ժամ 15 րոպե ու ինչ որ վայրկյաններ, Բերլինը 3 ժամ 10 րոպե վայրկյաններ, Փարիզը այս տարի Բերլինից մի քանի վայրկյան պակաս ստացվեց 3 ժամ 11 եղավ։ Մեծ հաշվով քո արժև դրված երևի մեծ նպատակը դա 3 ժամի բարիերը հաղթարելը։ Հա, շատ կուզենամ, բայց ինչով է խորհրդանշական այս 3 մեդալները 3 մասնակցությունները, որովհետև դրանք եղան տարբեր տարիների, ուրեմն ու ամեն տարվա արդյունքի հիման վրա մենք փաստորեն այդ մեծ մարաթոնի ասոցիացիա կա Հայաստանի մարաթոնն էլ մտնում այդ ասոցիացիայի մեջ, եթե դու այստեղ այդ արդյունքը այնպեսին գրանցես, որի հիման վրա կարողանա ու հրավեր է ստանում շատ ավելի մեծ միջոցառման։ Նաև Հայաստանն է մասնակցում այդ ամեն ինչին։ Հիմա Աբու Դաբիում ես մարաթոնից հետո բան եղա, իմ տարիքային եմ առաջին մրցանակը վերցրեցի, մրցանակաբաշխություն եղավ, մի խոսքով այո, տեղը տեղին պոդիում բարձրացանք, դա իմ կյանքում անհավանական մի բան էր ու այդտեղ որ ես էլ կարող եմ այդ միտքը շատ ավելի հիմնավոր մտավ իմ մեջ ու ես հասկացա որ աշխատասիրություն, ցանկություն, սեր մի բանի հանդեպ, որը 6 տարի առաջ կյանքում չկար։ 6 տարի չէ, այդ ժամանակ 2 տարի առաջ չկար իմ կյանքում։ Ես 2021 թվականի ապրիլից եմ սկսել վազել, իսկ Աբու Դաբին վազել եմ 2023 թվականի վերջում։ Այսինքն ընդամենը 2 տարի հետո, բայց մինչև դա նաև Բեյրութի մարաթոնն էի վազել, ընկնելով իրանց լավագույն տասնյակի մեջ, 9-րդ տեղն էի վերցրել։ Ինչևից է ու հրավեր եմ ստանում, մի ամիս անց հրավեր եմ ստանում, որ ձեր արդյունքը այնպիսին է, որ դուք հրավիրվում եք մասնակցելու տարիքային խմբի, այդպես անգլերենով Age Group World Championship, տարիքային խմբի աշխարհի մրցումներին, որը պետք է տեղի ունենա Սիդնեյում։ Այսինքն ես հրավիրվեցի ամբողջ աշխարհում այդ 40+ վազորդների աշխարհի մրցումներին։ Դա այնպես հենց այնպես չես կարող գրանցվել, դու պետք է արդյունք ցույց տաս։ Ինչ ծախս է ենթադրում դա էս։ Դա աշխարհի մյուս ծայրում է։ Հա, ես չգնացի, այ հենց այդ ծախսի պատճառով չգնացի, անկեղծ ասած դիմեցի։ Ահա պետական մարմինների, այսինքն իրենց սայտին ու ասեցին, որ մենք անհատներին չենք աջակցում։ Այսինքն պետք է լինես ինչ-որ ֆեդերացիայի անդամ, հավաքականի անդամ, ինչ-որ այսպեսի։ Ես ինչ-որ sense նոր այդ աշխարհ եմ եկել, չգիտեմ որտեղ ինչ, sense պատահական ու արդեն հաջորդ տարի Բերլինի մարաթոնը գնացի, վազեցի, էլ ավելի լավ արդյունքով ու ստացա հրավեր մի քանի ամիս անց, այն որ հույս չունեի, որովհետև Բերլինի մարաթոն 88000 մարդուց ավել, կարծեմ վազորդ վազել էին, համենայն դեպս ես այնպես չէր, որ առաջի տեղ էի գրավել 100, մեկն էի 100 որերորդ այդպիսի ինչ որ տեղ ունեի գրաված, ու չէի սպասում, որ կարող է հրավեր ստանամ։ Փաստորեն էլի հրավերը ստացա, որովհետև ունես արդյունք, որը ավտոմատ քեզ այդ հրավերքին արժանացնում, այս անգամ Նյու Յորքում։ Ու պետք է պատրաստվում եմ գնալ, այո, ես արդեն այդ Սիդնեյի վախից, որ չհասցրեցի գրանցումը, Նյու Յորկը մի անգամից գրանցվեցի ու սկսվեց պատրաստությունները։ Երբ վազքը։ Վազքը նոյեմբերի 2-ին է այս տարվա։ Ահա, քիչ է մնացել։ Քիչ է մնացել, այո, դրա համար ես երեք մեր Հայաստանի կիսամարաթոնի ժամանակ Երևանի այնքան իմ լավագույն կերպ չվազեցի, ուժերս խնայելով, որպեսզի հասցնեմ վերականգնվեմ Նյու Յորքի մարաթոնի դիմաց ավելի լուրջ գործ ունեմ, այնպես որ չնայած առաջի տեղ գրաված աղջիկը նույնպես ուժեղ էր, բայց իմ օրինակ Ինչքան զիջեցիր ժամանակային։ 3 րոպե ես ուղղակի չէի իմ չափն ունեի, չէի ուզում դրանից ավել վազել։ Բայց թեորիապես ժամանակային առումով դու կարող ես։ Այո, իմ կիսամարաթոնի լավագույն արդյունքը էս բան մի ժամ 28 րոպե, ինձ համար խնդիր չէր մի ժամ
32-3 րոպեում վազելը ուղղակի երեք այդպես որոշում վազքի ժամանակ որոշումներ կայացնելը պետք է ազարտի մեջ չընկնես ես այդ պատժվել եմ այդպես բաների պատճառով վազքի ժամանակ երբ որ ոգևորվում եմ ամբողջ ուժերս տալիս եմ ու հետո հասկանում եմ որ սխալ գործեցի հիմա երեք ես այդ վազքի հենց ընթացքում որոշումը կայացրեցի ու հասկացա ու թողեցի որ աղջիկն առաջ անցնի այսինքն հասկացա որ ինձ պետք չի պայքար մղել մինչև վերջ ու ուժերս ամբողջ վատնել հիմա հարց ինչպես ես մարզվում ինչքան ժամանակ է դա քեզնից տանում որպեսի այս մակարդակում ինձ թվում է սա սիրողականի մի level բարձր է դու կարելի ասել կիսապրոֆեսիոնալ մարզիկ ես ով կարծում դաժե քո տարիքային խմբում պրոֆեսիոնալի բաներով հա արդյունքներով ցուցանիշներով դե սիրողական եմ դեռ ուղղակի լրջությունը պարապմունքները որովհետև ես միշտ մարզիչների օգնությամբ եմ հենց սկզբից պարապել այն պարապմունքներս կազմակերպել հսկողությունը միշտ եղել է երևի դա էլ նպաստել է որ ինչ որ չափով ճիշտ ուղղությամբ զարգանան մարզումներ եւ այդ պոտենցիալը ճիշտ բացահայտվի ճիշտ ուղու վրա դրվի որ հասնում եմ այսպիսի արդյունքների դա ես միանշանակ կարող եմ վստահ ասել որ մարզիչով պարապելու առավելությունն է շաբաթական քանի օր է մարզումային տարբեր ծրագրեր միջինացված 5-6 օր այդ թվում եւ ջիմում եղել է որ 7 օրն էլ մարզվել եմ ջիմում մեկ գլուխ եմ պահում Դա բոլոր սպորտաձևերում է տենց հավատացնում ես օրինակ ակումբային ֆուտբոլից եմ հա նաեւ աշխատում եմ այդտեղ ու գիտեմ որ շատ ֆուտբոլիստների համար ջիմում աշխատանքը այդ քաշերի հետ բանի հետ որտեղ գնդակ չկա իրանց համար դա լավ է Ճիշտ ասած ես նաև ժամանակի խնդիր ունեմ ինչպես ոչ միայն ես բոլորս էլ կարող ենք ասել եւ ֆիզիկապես հոգնում եմ օրվա մեջ առավոտյան վազք հետո աշխատանքի ախր իմ աշխատանքն որ դաշնամուրի կատարողականության հետ է կապված հետո տուն ես գալիս դաշնամուր պարապես այնպես չի որ դու աշխատեցիր վերջ եկար տուն բան չունես անելու աշխատանքիդ հետ կապված այսինքն որpիսի դու պահես քո աշխատանքը որպես դաշնակահարուի քո մակարդակը level-ը անգլերեն ասած միշտ պարապում ենք միշտ դա խանգարում է որոշ չափով վազքը չի խանգարում պարապելուց բայց ժամանակային առումով չեմ հասցնում գնամ ջիմ ամեն օր կամ ինքս թեկուզ ինքս ինձանով պարապեմ իսկ այդ էմոցիոնալ ֆոնի շեղումներ բաներ ունենում ես թե չէ այսինքն վազքի տրամադրվելն ու դաշնակահարի հանգստությունը հանդարտությունը կամ չգիտեմ դաշնակահարներից չի ասի հանգիստ ու հանդարտ է իմ պատկերացում իմ ընկալման մեջ իրանք միշտ հանգիստ ու հանդարտ մարդիկ են դա խափուսիկ է որովհետև ես իմ կյանքի փորձով ու իմ շրջապատում դե ինչքան երաժիշտ ընկերներ ու ծանոթներ ունեմ ամենազգայուն, նյարդային, ամեն ինչ ազդում է այս մարդկանց, որովհետև ձայնի հետ գործ ունեն հասկանում եք։ Մեր հանգիստը լռության մեջ է, անհնար է, որ եթե ուզում ես հանգստանաս, լռություն ես ուզում։ Էլ ձայն չես ուզում, որովհետև շատ զգայուն ես դառնում այդ ձայների։ Հիմա շատ սպეციფიկ մի հարց։ Երաժշտությունը դարձել է վազքին ուղեկցող ամենակարևոր գործիքներից մեկը։ Շատերը ականջակալերով են վազում երաժշտության ուղեկցությամբ։ Օրինակ ես 3 վազել եմ ամբողջ ընթացքում իմ նախընտրած track list-ով։ Քո համար այս պարագայում ել ավելի կարևորություն դա ունի, եթե դու երաժշտությամբ ես վազում։ Արդյոք այդպես ես վազում։ Այո, շատ լավ հարց եք տալիս։ Երաժշտությունը ես փորձեցի սկզբում երաժշտությամբ վազել, երաժշտության ուղեկցությամբ։ Ինձ շեղում է շատ, որովհետև երաժշտությունը չէ, դա էլ չէ, մեզ մոտ երաժիշտները անալիզ են անում, այսինքն դա մեզնից անկախ է։ Մենք երաժշտություն երբ որ լսում ենք, մեզ մոտ ուրիշ ընկալում է, այսինքն դու նեյտրալ չես լսում, ինքը ֆոն որպես չի ծառայում քեզ, ինքը դառնում է դոմինանտ։ Դու սկսում ես իր կառուցվածքը տեսնես, գազ, քննադատես, ինչ որ բան, այսինքն հատկապես եթե հետո պոպ երաժշտություն
միշտ չի որ հաճելի է, ռիթմերը դու լրիվ ռիթմերի մեջ ես, ուրիշ, այսինքն եթե վազքս հստակ ինչ որ մի պարապմունք ունեմ, որ պիտի հստակ այս տեմպով վազեմ, ինչ որ եթե երաժշտություն լսեմ, ես շեղվում եմ, ես երաժշտությամբ եմ արդեն խախտվում եմ։ Ու 1-2 փորձեցի զգացի, որ չի լինում։ Հետո հենց այդ որ ասում եմ մեր հանգստի միջոցը լռությունն է, իմ վազք մտնելու հիմնական կարևոր դրդապատճառներից մեկը նաև ինքս մնամ ինձանով, լռության մեջ ու վայելեմ մի բան, որը ինձ դուր է գալիս։ Հիմա ես սիրում եմ վազել առավոտյան, ծորում, ոչ քաղաքում, որովհետև այդ ժամին մեքենաներ չկան, կամ միայն գետի ձայնը, թռչունները, այո, քամին ու հենց եթե երաժշտությամբ ես էլի պիտի այդ աղմուկով լցնեմ իմ գլուխը, որը ամեն տեղ է սովորական քաղաքային կյանքում, աշխատանքի վայրում, այսինքն այդ պահին ինքը աղմուկ է անցալվում։ Ես չեմ հանգստանում։ Գիտես, այս հարցը տալուց առաջ ինչ էի պատկերացնում։ Մտածում էի դու ասելու ես իմ հարցը ենթադրում էր մեկ պատասխան, որ դաշնականի եթե հարցնեմ երաժշտության ուղեկցություն, հա իհարկե։ Ես ճիշտ մտածում եմ դու ամենահաս շատ ես հակառակը, հետո ինձ նաև ապահովության safety, ապահովության զգացողության համար պետք է ականջներից բաց լինի, որովհետև մենակ եմ վազում հիմնականում, խմբերի հետ չեմ վազում, որ նաև լսեմ շուրջս ինչ է կատարվում, այո, որովհետև գիտեք շներ կան, մեքենաներ են շատ արագ երթևեկում, մարդիկ, այսինքն միշտ զգոն լինելու պահը կա, որ ապահովության համար, այդ խորհուրդ եմ տալիս բոլոր վազողներին, հատկապես քաղաքում վազողներին, որ ձայներին պետք է լսել, այո, պետքա ցանկալի է բաց լինեն ականջները մաքսիմալ ու զգոն լինես շուրջդ։ Իսկ ինչ վերաբերում ինձ համար իմ ոտքի ձայնը դարձավ երաժշտության պես մի բան, ես դրան եմ հետևում ու երևի թե նաև այդ երաժիշտ լինելու հանգամանքը, որ ռիթմի զգացողությունը, նույն ռիթմը պահելը չեմ դանդաղում, այսինքն հստակ ռիթմը պահում ես, որ հատվածում պետքա դանդաղ, կտրուկ կարող ես դանդաղեցնել, այդ ռիթմերի խաղը ինձ հետաքրքիր է հենց ոտքերի հետ ոտքի ձայնով ուղղորդվելը։ Ինձ համար էլ է հետաքրքիր եղել, միշտ ես լրիվ ընդունում եմ, անցալում եմ։ Իդեպ այդ առումով ես հակումներ չունեցող մարդ եմ, շատ հանգիստ ականջակալներս հաջորդ անգամ կարող եմ դնել ու մենակ լսեմ իմ շնչառության ձայնը ու ոտքերը։ Ոնց է տարբերությունը, իմ մոտ արդեն զգայական վստահ եմ, քեզ մոտ էլ կա այդ պահը, թե դեպքում էս ինչ որ ինտենսիվ եմ շնչում, ինչ որ որ նայում եք սիրտը բարձրացած է։ Թմթմփոցը շատ է ոտքերից։ Ոտքերի թմթմփոցը այդ նշանակում ինչ որ ծանր ես, բայց այդ երբ որ դու տարվում ես երաժշտությամբ, դու չես նկատում մարմնի տված ազդանշանները, ինչ են ասում քեզ։ Շատ ժամանակ եղել է, որ վազքի մարզման ժամանակ ես որոշում եմ կայացրել չշարունակել։ Կանգնել եմ, քայլելով հետո գնացել տուն։ Այո, իսկ որ տարվում ես երաժշտությամբ, լավ ասում ես, ոնց է ջիմի մազում է, այս մի երգն էլ վերջանա, նոր, այս մեկն էլ վերջանա։ Նույնը տեղի ունենում վազքի ժամանակ, ու դու կարող ես շատ տարվել ու կորցնել զգոնությունը արդեն մարզումիդ։ Հիմա մի կարևոր հարց տամ, որը կարծում եմ դու ինքդ քեզ այդ զրույցներում տվել ես։ Հասկանալով այն արդյունքները, որ դու գրանցել ես։ Իմ գիտելիքներն էլ բավական շատ են վազքում արդեն, որ մի հատ դետալ ընկալեմ։ Եթե դու սկսեիր օրինակ վազել 20 տարեկանում, հնարավոր է հիմա լինեիր Հայաստանի ամենաուժեղ ատլետ մարաթոնյան վազորդներից մեկը, որովհետև տարիները հնարավորություն են տալիս կուտակել, եթե սկզբնական շրջանում դու կարող ես րոպեների բան գրանցել, հա, անցումներ գրանցել, ինչ որ մի փուլեր է գալի, երբ որ արդեն վարկյանների համար են կռիվները։ Ու այդ տարիների եթե բեքգրաունդը քո դեպքում լիներ, հնարավոր է մի օրինակ 10 տարի առաջ, 5 տարի առաջ դու բավական լուրջ վազորդ լինեիր։
ու ներկայացնել Հայաստանը օրինակ օլիմպիական խաղեր, որպեսզի մենք չենք ունեցել։ Այո, այդ հարցը ես ինքս էլ եմ ինձ տվել, մամայիս եմ հարցրել, մամա, ասում ինչի մեծ սպորտի չեք տարել։ Ինձ մոտ նույնիսկ զգացողություն կա, որ ես երևի սպրինտեր կլինեի, ինձ շատ է ոգևորում այդ կարճ դիստանցիանը։ Ես ամեն հիմա ասեմ տարօրինակ կթվա։ Ես ամեն երեկո քնելուց առաջ նախ մի հատ իմ առավոտվա մարզմանս աչքից փակում եմ, պատկերացնում եմ ոնց քանի կիլոմետրը ոնց եմ վազելու, այն մյուսը ոնց եմ հետ գնալու, ինչքան է ստացվելու, քանի վեր ու վար է ստացվելու ու նայում եմ այդ մեր աշխարհի արդեն հզոր սպրինտերների սիրում եմ նայել, ինձ եմ ոգևորվում, գեղեցիկ է ու գրացիոզ ամեն ինչ շատ հզոր են, շատ ինձ դա ավելի է ոգևորում, քան երևի մարաթոն։ Դե մարաթոնյան վազքը 3 ժամը չեսնա։ Էքստրեմալ պայմաններում մկանների կծիկ է վազում, դու հասկանում ես, գեր լարվածության, ասենք մի միլիմետր այս կողմ ու այն կողմ, հա, ես ընկալում եմ։ Ինձ իմ մարզիչն ասում է, որ ես ունիվերսալ վազորդ եմ, սկսած 5 կիլոմետրից, ինձ մոտ հնարավոր է։ Ես այսօր վազեմ 5, վաղը գնամ վազեմ 21, մյուս օրը 10, մյուս օրը 42, այսինքն անցումները 1-ից 1 հեշտ է տրվում, կարող է ուղղակի Հայաստանում այդքան մեծ չի մրցակցությունը ստացվում ամեն դիստանցիայում ինչ որ արդյունք գրանցել, բայց ըստ մարզիչից ինձ հեշտ է հակառակն է ապացուցում։ Ես չխոսեցի Փարիզի մասին, սա ավելի ուրեմն եթե ես մյուս 2 մեդալի համար ստացա հաջորդական տարիների, հա, հրավեր աշխարհի մրցումներին, այս տարի ապրիլին ես արդեն հասցրել եմ մարաթոն վազել, դա Փարիզի մարաթոնն էր ու արդեն ստացել եմ հրավերը մյուս տարվա աշխարհի մրցումներին։ Մեկ մտած, որը պետք է լինի Աֆրիկայում, Քեյփթաունում։ Մեկ մտածում եմ այ մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում մի անգամ չեն ստանում, ես ասենց ամեն տարի ստանում եմ, արդեն 3-րդ տարու հետևից ստանում ու քանի որ փաստորեն միակն եմ Հայաստանից, իրանք ավելի մեծ սիրով են այդ հրավերն ուղարկում։ Դա նշանակում է, որ իրոք իմ ասածն էս չի, որ բանա հեքիաթների աշխարհից է, չէ, որ եթե դու շուտ սկսեիր, հնարավոր է դու շատ լուրջ մարզուհի դառնայիր։ Ես այդպես մամային որ հարցնում եմ, պապաս է եղել ատլետ, ֆուտբոլիստ եւ ատլետ, ինքը իր տարիներին իր եղել է մարաթոնյան վազքում, հաղթարել առաջի մրցանակը ստացել, ինչևից է, բայց ինքը մաման ասում է, դե պապա ասում էր սպորտ աղջիկների համար։ Մենք բոլոր Բայց օրինակ ցավով պետք է արձանագրենք, որ սպորտային ընտանիքում հայրը ասել է, որ կանանց համար չի։ Բայց հիմա ցավոք հայրս արդեն մեզ հետ չէ, մահացել է չարաբաստի COVID-ի տարիներին ու իր մահից հետո անցավ մի քանի ամիս ես սկսեցի վազել։ Ես վստահ եմ, որ ինքը շատ հպարտ ու շատ ուրախ կլիներ։ Վստահ եմ։ Ես արդեն միջազգային ասպարեզին մոտ ենք կանգնել, ես մի հատ sense հարց տամ։ Տեղյակ ես արդյոք, որ 20 տարվա դադարից հետո, անգամ 25, առաջին անգամ մենք նորից ունեցանք վազորդուի աշխարհի առաջնություն։ Տեղյակ եմ։ Ատլետիկայի։ Շատ բան չգիտեմ իր մասին, բայց իրեն գիտեմ, որ Նինա Ուսուբյանը ինքը ռուս է, ամուսնու ազգանունն է վերցրել, այո, ես այդպես հայտարարություններ հիմա չեմ կարող անել, շատ արագավազ աղջիկ է, իհարկե։ Այս պահին միգուցե ինքը Ռուսաստանի մասշտաբ այդ մասշտաբներով այդպես շատ առաջատարերից չէ, բայց քանի որ մտավ հայերի մեջ Հայաստանում ինքը այս բայդերությամբ, հա, միակ։ Ասացի նրա ցուցանիշը Տոկիոյում աշխարհի առաջնությունում դա 44-րդն էր ոնց որ ժամն եմ ես հիշում 2 ժամ 42 րոպե։ Դա կարծեմ իր լավագույնը չէ։ Իր լավագույնը չի 36 է ինքը վազել, հա, ես իրեն հետևում եմ, նայում եմ, հա։ Դե Այսինքն տեղ որտեղ պետք է հաստատ կարող ես ասնել, հա։ Չգիտեմ արդեն ինքը ավելի երիտասարդ է, ավելի երկար տարիների փորձ ունի, այսինքն ինքը երիտասարդ տարիքից է վազում ու իր պոտենցիալը շատ մեծ է այս բայդրությամբ։ Բայց ինքն էլ արդեն Ես 39 տարեկանում եմ սկսել վազել, իսկ իրենք 20 երևի 20-երի մեջ էլի, հա։ Այսինքն մեծ մոտավոր 20 տարի հետո, հա, այ հիմա ինքը 39 տարեկան, այս տարիքում ես նոր սկսել եմ վազել։ Հիմա ես չգիտեմ, եթե ինքը այս տարիքում սկսեր ինչ կլիներ,
Այսինքն հիմա չենք համեմատում, բայց այո, եթե ես էլ շուտ սկսեի, միգուցե մի ինչ որ արդեն հայ ազգի մեկը Ես շատ ինչու եմ ես դա ասում, որովհետև ես շատ կուզենայի, որ Հայաստանից լիներ այո, որովհետև այս պահի դրությամբ մենք հայ ազգի ինչ ենք անում Հայաստանում ենք մարզվում Հայաստանի պայմաններում ենք մարզվում ու որ այսքան էլ մի բան կարողանում ենք անել հա դե համենայն դեպս ես որպես master հա ոնց են ասում վետերան իմ տարիքը այնպեսին է որ ես մտնում եմ վետերանների մեջ այդ փաստորեն որպես վետերան կարամ ներկայանալ Հայաստան ներկայացնել ըստ տարիքի ցավոք ինձ այսպես տեղեկացրեցին որ մեր հավաքականը վետերանների խումբ չունի բայց կարծում եմ դա կապ չունի ընդհանրապես դե ժամանակի ընթացքում հետաքրքրությունները եթե մեծանան շատանան ինձ թվում է տենց խումբ էլ կձևավորվի դե օրինակ հա միգուցե մենք ունենք շատ լավ իմ տարիքակից տղավազորդներ պետք է նշեմ անպայման Սաղյան Վարդանին ինքը միակն է Հայաստանից որ ունի այդ 6 մեծ մարաթոնների մեդալ ինքը 6-ն էլ վազել է ու շատ լավ է վազել ինձ տեսել եք այդ մեդալը որ 6-ած ինքը միակն է որ ունի ինքը Տոկիոն վազեց այս տարի ոնց որ թե անցյալ այս տարի պակասողը Տոկիոներ դա էլ հա դա էլ ստացավ այսինքն բայց էլի այսինքն մենք ունենք վետերան լավ այդ տարիքի լավ վազորդներ մարաթոն վազորդներ որ կարող էին ներգրավել Հիմա ինչև է իսկ Այլ մտածել առասարակ այդ ուղղությամբ Առիթներ եղել են որ օրինակ ես էլ Վարդանն էլ վազել ենք մեր հավաքականի թիմին զուգահեռ մի մրցույթ կար որտեղ համ իրենք էին վազում համ մենք բայց մենք միասին չէինք մրցում ուղղակի նույն միաժամանակ էինք վազում ու ես ամեն տարի 10 կիլոմետր այդ մրցատարածությունը իրենց անցել եմ այսինքն ինչ կապ ունի վետերան ես թե 20 տարեկան աղջիկ ես եթե դու հավաքականի երեխեքին անցնում ես 10 կիլոմետրի մեջ միգուցե միջև 5 իրանք ավելի ուժեղ են միգուցե իրանք պարապեն երկար դիստանցիաներ էլ չկարողանանք մենք իրանց անցնենք բայց այս պահի դրությամբ իրականությունը այն է որ մենք իրենց 10 կիլոմետրի դիստանցիա Դե ինձ թվում է նաև իրանց համար մի փոքր Դե իրանք կարճ դիստանցիա ավիդնի է որ կարող է սիրողական մարզվողին պարտվել միաժամանակ Բայց շատ լավ երեխեք են Ես չեմ կասկածում ես բոլորի համար շատ ուրախ եմ ես ճանաչում եմ անձամբ Երևանդին Դե Երևանդին չէ ոչ մեկ չի հաղթում Երևանդին Ռոմանին այնտեղ մենք ունենք դահուկորդներ շատ ուժեղ իրանք էլ հզոր վազում են Դե Երևանդը շատ Բայց աղջիկների մեջ ես անցնում եմ աղջիկներին Մենք ունենք ուժեղ վազող աղջիկներ, բայց իրանք կարճ դիստանցիաների մեջ են։ Այսինքն մարդ, որը պիտի գնա ենթադրենք Եվրոպայում Հայաստան ներկայացնի աշխարհում Հայաստան ու վազի 800 մետր մրցատարածություն, ինքը չի կարող 10 կիլոմետրի համար պարապել։ Այսինքն իր ամբողջ էներգիան գնում է այդ 800 մետրը լրիվ ուրիշ պարապմունքներ, հա։ Գիտեք։ Ես բարդ է իհարկե շատերին բացատրել, բայց այո, 800 մետրի վազքը, 400 մետրի վազքը խիստ տարբեր, ոնց ուժային լինեն, գիտեք, այո, լրիվ ուրիշ բան է։ Մեկ-մեկ որ հարցնում են կարճ դիստանցիա վազ, ամենամաքսիմում տարածությունը, որ մի պարապմունքի ժամանակ դե ասում կարող է 1000։ Ասենք այդ մարաթոն վազողների համար ոչինչ, մենք 1000 տաքանում ենք, ավելի երկար ենք տաքանում, բայց դա մեկը մեկին չի նսեմացնում լրիվ տարբեր բաներ են, Չեմ ուզում ասել տարբեր սպորտաձևեր են, բայց անգամ մկանային մակարդակում լրիվ տարբեր մկաններ են առաջի տարին, երբ որ ես անցա մեր երեխեքին, դե նոր է եկել Լիբանանից, ոչ մեկ ինձ չի ճանաչում, անցա մեր հավաքականի երեխեքին, հետո վերջում մոտեցան ինձ, բացես կարելի է, ով եք դուք, կարողա ձեզ մեքենայով բերել ենք, էսից մտել եք, բան Ասեցի ես մարաթոն եմ վազում, այդտեղ հա, լավ, որովհետեւ չէին պատկերացնում ոնց, այսով եկավ, որ սենց հեշտ ու հանգիստ վազեց։ Չէինք նախատեսել, հա, բայց որ իմացան երկար դիստանցիաներ վազող եմ, Հայաստանում չեմ ապրել երկար տարիներ։ Նո, այդպես, հա, լավ, արդեն ընկերացանք։ Իմ համար շատ ցավալի է նայելը այն, որ օրինակ նույն խոսեցինք այդ Նինայի մասին, Արթեմ Ուսուբյան, որ
փաստացի ինքը 25 տարի անց էլի մասնակցել է, նայում եմ 25 տարի ով է մասնակցել 2000-ից 2001 թվականին էլի Ամերիկահայ, Ալեքսա Բաբախանյան, այո, այսինքն 2 ժամ 57 կարծեմ իրացուցանիշը։ Ցավալիորեն պետք է ընդգծել, որ վազքը որպես ձև, որը որ ամենահեշտը մեզանից դուրս է։ Մենք անկեղծ ասած բաներ չունենք, երեք հենց մեր պրոֆեսիոնալ ատլետների հետ էինք քննարկում այդ հարցը, խոսում էինք մեր վնասվածքներից եւ այլն, երեխեքն ասում են լան մենք մի քանի անգամ ենք ասֆալտի վրա պարապել, որ ոտքներս ավիրել ենք, չի կարելի բանի վրա պարապի ասում։ Ավելի փափուկ մակերես։ Փափուկ, ինչ որ գրունտի, հա, ոնց հայերեն ոնց։ Դե արի բացատրի, չէ, մեզ գրունտային տարածք չկա։ Չունենք, մենք բանել չունենք, մենակ Արտաշատի վազգուղին ունենք շատ լավն է, շատ գեղեցիկ, բայց հերո է ամեն օր չես կարող կամ շաբաթը թեկուզ 2-3 անգամ միջև գնաս, միջև գաս, այսինքն օրը կմտ համ ֆինանսապես, համ ֆիզիկապես, համ լոկացիան, հա, տեղա ժամանակի կորուստի հետ կապված գնալ, գալ եւ այլն։ Ու մենք ստիպված մնում ենք ինչ որ մի տարածքների հույսին, որտեղ էլ մեքենաներն են անընդհատ գնում գալիս։ Ու ասֆալտա։ Ասենք եթե ձորի ասֆալտը էլի ոչինչ, թարմ է, հարմար է, այ օրինակ մենք ունենք Վարդավառի այգի, որտեղ մեքենաներ չկան ու այդ լճի շուրջ պտույտը կարծեմ 1 կիլոմետր 200 մետր է, բայց այնքան վատն է այդ ասֆալտ կոչեցյալը, որ գերադասելի է չգնալ այնտեղ։ Իրոք ոնց որ բետոն լինի, ասենց դարուփոսերով, որ պետք է շատ լինես, հանկարծ ոտքդ չոլորես։ Այսինքն պայմանները, որտեղ մենք պարապում ենք, շատ դաժան են։ Իրանք չեն նպաստում, որ դու 1000 բան ես մտածում պարապելու ժամանակ, 1000 հարց ես հաշվի առնում պարապմունքի ժամն ընտրելու համար։ Այսինքն ոնց հասցնես, որ մեքենաների հոսքը չսկսվի։ Շատ լինի, տանելի լինի։ Շատ վտանգավոր են։ Կարող ենք ասել, որ Վարդավառի այգու տարածքը իդեալական համընկնում է մարզումների համար վազքի։ Եվ այդտեղ մեծ հաշվով իմ ընկալման մեջ մանավանդ որ ինքը կիլոմետր ու մի քիչ պլյուսով է։ Հա, կարող են այն փափուկ ռետին է, այո, շատ լավ կլիներ։ Մի անգամից ես վստահ եմ, որ երկար դիստանցիա վազողներին շատ լավ կլինի։ Ճիշտ է, մեր գիտեք 400 մետր է կլասիկը, բայց այս պարագայում դա հրաշք է, թող անեն։ Այո, երկար դիստանցիաներ վազողների համար դա հրաշք կլիներ։ Ոտքերի խնայողություն։ Մեր հաղորդման վերջի այդ բաներից մեկի մեջ ես թագ եմ անելու քաղաքապետանին առաջարկեմ։ Հրաշք բան կլինի։ Նախ մետրո կա կողքը, լիքը մարդ կա։ Ոչ այդքան հեռու, հա։ Մեր համար այդ քայլելու տարածքը էդի մարզումային տարածքը։ Կգնանք այնտեղ ընդդեմ քայլելով։ Ես գիտեմ 1 կիլոմետր է համարյա այդ տարածությունը մետրոից մինչև մի քիչ ավել։ Մի խոսքով։ Ինձ խնդրում եմ ասա այն կետերը, թե որոնք կարող են համոզել մարդկանց քայլ կատարել դեպի վազքը Հայաստանում հատկապես։ Այն որ պատճառներն են, որոնք որ կնշես, եթե առաջին անգամ խոսես որևէ մեկի հետ, փորձես իրանց համոզելը մի քիչ վատ բառ է։ Չէ, համոզել չէ, դա իրանց բացատրել թե ինչքան լավ բան է, ու իրանք եթե կացամիտ էին, արդյոք պետք է ընտրեն զբաղվել սպորտով, ինչու վազքով, ինչու հենց վազքով։ Ոխր մարդիկ տարբեր են, ամեն մարդու համար տարբեր պատճառներ կարան հանդիսանան։ Եթե բայց դու իրան ճանաչում ես։ Իսկ եթե չես ճանաչում։ Հա, եթե չեմ ճանաչում, կարող եմ ասել, որ նախ կվայելես առավոտյան քաղաքը առանց աղմուկի ու մեքենաների, այդ գիտեք ինչ հրաշք զգացողություն է, առավոտյան մի շրջան կար քաղաքում էի վազում, բայց շատ շուտ, դե ամառները 5:30-6-ին որ դուրս ես գալիս, քաղաքը դատարկ է, քեզ թվում է ամբողջ քաղաքը քոնն է, այսինքն այնքան խաղաղ, հանգիստ, ուրիշ քաղաք է։ Ու հատելը իր հերթին, բայց աղմուկը չկա, այդ մեքենաների հոսքը չկա, դու քաղաքի գեղեցկությունը սկսում ես տեսնել, ընկալել, արևածագը, ամեն փոքրիկ ինչ որ շողի, այս կողմ, չգիտեմ, գույները,
նույնիսկ Անդրեվային մռայլ եղանակն է շատ գեղեցիկ թվում։ Իսկ ամեն եղանակ է այդ բարագայում։ Ուղղակի մեզ ի՞նչն է խանգարում, կողմնակի աղմուկը շատ է խանգարում, շատ մենք չենք էլ հասկանում, թե ոնց ենք օրվա մեջ նյարդային դառնում, թվում է թե ոչինչ չենք արել, բայց ինչի ենք հոգնել, աղմուկն է։ Աղմուկը Եվ արհեստական բարիերների հաղթահարել է։ Մարդկանց շրջանցել գնալ այդ աղմուկը մեքենան եկել։ Այ մենակ քաղաքը վայելել առավոտ շուտ կարելի է փորձել թեթև ջոգինգ անել, որ մի քիչ ավելի երկար տարածություններ տեսնես, ու քիչ եթե ես ուղղակի գիտեմ, որ դիսցիպլինան է բերում նրան, դուք չեք կարող էլի 1, 2, 3 անգամ ու ասեք վերջ, դուրս չեկավ կամ դուրս եկավ, որովհետև կա ինչ որ սովորություն ձեռք բերելու շրջան, որովհետև այն ինչ օրգանիզմի համար անսովոր է, այն ինչ մտքիդ քո մարմնի եւ մտքիդ համար անսովոր, ինքը պայքարելու է, վանելու է, չէ, մի քիչ էլ քնի, հատկապես եթե ուշ քնող ես, մի քիչ էլ քնի, քուն ավելի ավանս ուղղակի որ սկզբի շրջանը կամքի ուժ գտնի մարդը ու առավոտյան շուտ արթնանա գոնե մի շաբաթ, 2 շաբաթ, այ 2 շաբաթ իդեալականը 21 օրն է նոր սովորություն ձեռք բերելու շրջանը տեղի ունենում 21 օրում 21 օր պիտի նույն բանն անես որ դառնա սովորություն 21 օրում պետքա չանես մի բան որ այդ սովորությունից հրաժարվես դա գիտական տենց քանակ կա օրերի կարելի ասել որ կարգապահություն է այս բարագայում ամենակարևորը որը կբերի քեզ այն վիճակին, որ դու կհասկանաս դու դա սիրում ես թե չէ, որովհետև հա կան մարդիկ, որ կարող է վազքը դուրս չի գա ոչ մի կերպ։ Բայց վազքն ինչ է ինձ տվել։ Ես չեմ կարող խորհուրդներ տամ մոտիվացնեմ, բայց կարող եմ ասել ինձ ինչ արեց վազքը։ Վազքը դա առիթ այն երևույթներ, որ ստեղծեց հնարավորություն վերջապես լինել ինքս ինձ հետ, ինքս իմ մտքերի հետ։ Դատարկել ուղեղը, այսինքն ես առաջ մտածում էի արշավները, հա, սար բարձանալն են այդ ամեն ինչն անում, բայց սար բարձանալուց եթե մենակ ես կարող է բայց մարդկանց հետ էլի շփվում ես, ասում խոսում ես, հետո բարձրանում ես գագաթին, հասկանում ես, որ լրիվ մաքրվել ես ուղեղդ, մի քիչ ուրիշ միջավայր է։ Վազքի պարագայում դու ինքդ քեզ հետ լիքը խոսում ես, հազարումի հարց ես քննարկում, կռվում ես, հաշտվում ես։ Ես էսում ասեի, կռվում ես։ Հա, մտքի պայքարը։ Ես ավելին ասեմ, մեկ անգամ համոզում ու հաղթում ես այդ մեջ մարդը։ Հա, դե դժվար պարապմունքների ժամանակ ես ասում, լավ, ինքս իմ մեջ ասում, լավ, ի՞նչ է քեզնից գում, կանգնի էլի։ Ո՞վ է քեզ, ոչ մազի չտա կողքդ, ոչ մեկն է քեզ, բայց մեկն ասում է, լե հիշիլան, դա ինչ լավ է, որ հաղթարում ես ու վերջում սենց ինչ զգացողություն ունես։ Ես ինքս ինձ հետ մեկ-մեկ խոսում եմ Լիանջո ջան, դիմացի մի քիչ էլ այ ապրես դու բան, ինքս իմ հետ մեկ-մեկ խոսում եմ, որ այդ դժվար պահերը հաղթարեմ։ Մտքի կռիվ է սկսում, նույնը տեղի ունենում մրցումների ժամանակ, բայց արդեն դու գիտես այդ ինչա, պարապել ես։ Ոսից օրինակ ես կարող եմ հիշել իմ առաջին մարաթոնի ժամանակ, դու գիտեք այն որ ոտքի մատները մեկը կարող են սենց բացվել, ձգվել, ոնց է կոչվում այդ երևույթը, սենց ձգվում է ու մի հատ 28-րդ կիլոմետրին մեկ ձախը, մեկ աչը, հիմա սենց ինձ ոնց եմ ինքս հանգիստ Լիանա հանգիստ, այ ապրես, հիմա այս սկսում եմ ոնց որ երրորդ մեկը ինձ կհամոզի, այդպես հանգստացրեցի, երևի այդ իմ մանկավարժական ձիրքն էլ իրանն անում է, ես ինձ այդ բանը ոնց որ ինքս իմ հետ դասատուն աշակերտի հետ։ Եվ վերջապես, որպես վերջին հարց, խնդրում եմ ասա, ինչ կոնկրետ նպատակ հիմա կա քո առջև, որպես մարզիկի, այ ինչ ես ուզում հաղթահարես, որ ինքդ քեզնից գոհ լինես, ասես այ Լիանա ջան, ապրես դու։ Այս նպատակը դրել ես ավելես։ Անկեղծ ասած միջև սա ասված միջև վերջերս ես մտածում էի կուզենայի Հայաստանի ռեկորդը, հաղթահարած լինեի,
ասենք Ալեքսեայի ցուցանիշը 2 ժամ 57 րոպե։ Հիմա նշածողը մի քիչ ավելի հեռու տարան։ Հիմա ուղղակի մյուս կողմից մտածում դե ինքը հայազգի չի, Նինան, չնայած մեծ հարգանքներս իրան, բայց այս պահին ես ինձ ինքսինց վխիթարում եմ, ասում լավ, ինքը հայազգի չի, այս պայդրությամբ ես եմ միակ հայազգին ու որը մարաթոնով զբաղվում հենց Հայաստանի կողմից, այսպես ասած, կարող աշխարհում լինեն այլ հայազգիներ հայտնվեն։ Հիմա ես հենց խոսամ, մեկ էլ բաղ ասեն, ես ինչ էր ասում։ Այդպես նպատակ ունեի, բայց փոխվեց, ինքս ինձանից արդեն գոհ եմ։ Որովհետև ինքը սահմանեց նոր ռեկորդ։ Իր հայտնվելն էլ դա փոխեց, մյուս կողմից էլ իմ արժեքային համակարգն էլ փոխվեց։ Այդ ամբիցիաներս մի քիչ փոխվեցին։ Հիմա ես վազքից միշտ էլ հաճույք ստանում եմ, միշտ էլ գոհ եմ ինչ որ մի этап հաղթարեց։ Այս պահի դրությամբ հա այդ 3 ժամի բարիերը կուզենամ անցնեմ։ Դիմացս ունեմ 2 մարաթոն, Նյու Յորքը, որը բավական բարդ վազքուղի ունի, Հայաստանի նման բարդ է ու ցուրտ է լինելու, հույս չունեմ, որ Նյու Յորքում դա կարող է ստացվի, իրոք բարդ է, հատկապես որ ուղիղ մի ամիս հետո ես պիտի Վալենսիայում վազեմ։ Այսինքն Նյու Յորքում ես պիտի ուժերս այնպես էլի խնայեմ, որ ես ի վիճակի լինեմ Վալենսիայի այդ ուղիղ կան մարաթոնի վազքուղիներ, որտեղ աշխարհի ռեկորդներ են սահմանվում, քանի որ իրանք բարենպաստ պայման է, հա, այսինքն ուղիղ են, հարթ են, արագընթաց ուղին են, այդպիսին է Բերլինը, այդպիսին է Վիեննան, այդպիսին է Վալենսիան, չնայած մազիչս դեմ էր, որ ես Նյու Յորքը վազեմ, ինքն ասում է, որ նույնիսկ քայլես, արդեն ուժերդ Ճիշտ ասում, ես հասկանում եմ։ Լիարժեք չի լինի ինչ որ կլիներ, եթե չանեիր դա։ Դες պարագայում ավելի շատ ես կընկալեմ, որ դա ինչ որ կյանքային նվեր նպատակ է, այո, աշխարհի մրցումներ, ես խոսեցի իրեն հետ, ինքը համաձայնվեց, ասեց հասկանում եմ, որովհետև Սիդնեյը բաց էի թողել ու դա այնքան ծանր էր իմ շատ տխրել էի դրանից, որ Ես քեզ ցանկանում եմ, որ այդ նպատակը իրականանա, թող լինի դա Վալենսիայում 2 ժամ 59 րոպե։ Հույս ունենամ։ Նպատակի հասնես ու առհասարակ բոլոր մեծ նպատակները, այդ թվում եւ անգամ թող դա լինի հենց Նինայի ցուցանիշի գերազանցելը։ Ես կուզենամ, որ Նինան Հայաստանի անունից իհարկե մոտ տարիներին, հա, Օլիմպիադայում հանդես գա, ինչ խոսք։ Միանշանակ բոլորս այո, երկրպագելու ենք ու ուզենալու ենք, որ նա լավ ցուցանիշով վերադառնա։ Դա մեր մարզաձևի ոնց որ դեսպանի արդյունքն է լինելու։ Այո։ Իսկ մենք խելոք մեր ուժերին համապատասխան մեր աշխատանքը տանենք։ Այո։ Ու շարունակենք մարդկանց համոզել, որ սա ամենալավ բանն է, որ կարելի է զբաղվել լուսնելով։ Այո, սա ուղղակի այնքան ուրախություն է բերում կյանք։ Խմբային մարզումները մարդիկ ծանոթանում են, ես ճիշտ է մենակ եմ մարզում, բայց այնքան նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, այնքան հետաքրքիր մարդկանց հետ, տարբեր տարատեսակ մասնագետություններ, մարդկային տիպեր, այնքան տարբեր մարդ կա սպորտի մեջ, սիրողական սպորտի մեջ, որը դու չես տեսնի քո մասնագիտության բնակավարում միայն քո մասնագիտության մարդիկ են, մի ուրիշ, այսինքն նեղ մասնագիտական չեն, այնքան տարբեր են, շատ հետաքրքիր աշխարհ է։ Եվ վերջում պարզապես նաև ուզում եմ վստահեմ դու ել կմիանաս, մեր գործընկերներին շնորհավորեմ Երևան մարաթոնի կազմակերպիչներին, որովհետև սա 10-ամյակի 10 տարի է ինչ նրանք արդեն այս ամեն ինչը կազմակերպում են, ֆանտաստիկ էնտուզիազմի հաշվին, մշտապես պայքար են մղում, որպեսզի սա տեղի ունենա։ Այո, մենք որովհետև բոլորս գիտենք ինչ բարիերներ են լինում, ինչ դժվարություններ են լինում։ Ես հենց նույն այդ ճանապարհների հարցը, որ այո, շատ բարդ է։ Ինքը արդեն ինչ որ ստատուս ունի, ինչ որ կարգավիճակ ունի, որը ֆանտաստիկ աշխատանքի արդյունք է, ձեզ սրտան շնորհակալ ենք, գրողատանի չեք պատկերացնում որ։ Քեզ շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Եվ վստահ որ դու այն նպատակները, որոնք որ քննարկեցինք ու սահմանեցինք, դրանք կհասնես ու կհաղթարես։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Հաջողություն։